Փոփոխություն գլխավոր դատախազի ընտրության ընթացակարգում։ Փոփոխությունների համաձայն գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ ուշ քան 6 ամիս առաջ, իսկ լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում դատախազական խորհուրդը անհապաղ սկսում է գործընթացը, որը կավարտվի 1 շաբաթվա ընթացքում։ Նախագծի համաձայն գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելու իրավունք կունենա դատախազական խորհրդի յուրաքանչյուր անդամ, բացառապես 1 թեկնածուի առաջադրման հնարավորությամբ։ Դրանից հետո թեկնածուին քվեարկության կդնեն դատախազական խորհրդի նիստում։ Քվեարկությունը կլինի բաց եւ թեկնածուն համարվելու է ընտրված, եթե ստանա խորհրդի ամբողջական կազմի մեծամասնության աջակցությունը։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Բադրի Ջափարիձեի գործի բովանդակային քննությունը։ Քննությունը նրան մեղադրում է խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու մեջ։ Այսօրվա նիստում կողմերը հանդես կգան ներածական խոսքով։ Մինչ այդ քաղաքային դատարանում կայացել է Մամուկա Խազարաձեի դատավարությունը, ով նույնպես մեղադրվում է խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու մեջ։ Դատախազությունում հարցաքննվել է 2 վկա։ Այսօրվա նիստում խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովը քննարկել է 2004-ից 2012 թվականներին կալանավայրերում սեփականության իրավունքների խախտման, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի փաստերը։ Հանձնաժողովի անդամները լսել են 2 անձի՝ Վալերի Շոշիաշվիլիին եւ Գյուլի Ավալիաշվիլիին։ Գործարար Վալերի Շոշիաշվիլին խոսել է ազգային շարժման կառավարման տարիներին նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենցից գումար շորթելու կոնկրետ փաստերի մասին։ Գյուլի Ավալիաշվիլին հանձնաժողովի անդամներին է ներկայացրել իր մահացած եղբոր Գյորգի Ավալիաշվիլիի գործի մանրամասները։ Գյուլի Ավալիաշվիլիի խոսքով իր եղբորը Գլդանիի բանդում խոշտանգումների զոհ են դարձրել, քանի որ 2011 թվականի մայիսի 26-ին բողոքի ցույցերի ժամանակ իր միկրոավտոբուսով ցուցարարներին Կախեթիից Թբիլիսի է տեղափոխել։ Վրացական երազանք խմբակցությունը բողոք է ներկայացնում ներքին գործերի նախարարություն իրենց անդամների հասցեին ատելության խոսքի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կուսակցության անդամ Իրակլի Կիրցխալյան։ Նրա խոսքով ընդդիմության ներկայացուցիչների կողմից պետական եւ քաղաքական պաշտոնյաների դեմ իրականացվող ատելության արշավը խրախուսվում է դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա դոնորների եւ օտարերկրյա պետությունների կառավարությունների կողմից։ Վերջինս հայտարարում է, որ թիմի դիրքորոշումը սկզբունքային է եւ ատելության լեզուն չի լինելու վրացական քաղաքականության մաս։ Այսօր ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ճեպազրույց ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից վերջին օրերին ձեռնարկված ոստիկանական միջոցառումների վերաբերյալ։ Առանձնապես խոշոր չափով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույս ապօրինի տնկելու եւ աճեցնելու մեղադրանքով բերման է ենթարկվել 2 օտարերկրյա քաղաքացի։ Բերման ենթարկվածների անձնական եւ բնակելի տներում առևանգվել առանձնապես խոշոր չափի տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում ավելի քան 7 լիտր հեղուկ կոկային եւ 40 գրամ կոկային բյուրեղ։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ՑՄ ազատազրկմամբ։ Ախալցիխեի բաժնի սահմանապահ հատվածում Վրաստանի պետական սահմանը խմբովի ապօրինի հատելու փորձի համար բերման է ենթարկվել 4 օտարերկրյա քաղաքացի։ Քննչությամբ պարզվել է, որ մեղադրյալները շրջանցելով սահմանային անցակետերը խմբով ապօրինի կերպով փորձել են հատել Վրաստանի պետական սահմանը։ Հանցագործությունը պատժվում է 5 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է խմբակային բռնության մեջ մեղադրվող դերասաններ Անդրի Ճիճինաձեի, Յոնիսե Ցխատաձեի եւ 9 անձի գործի առարկայական քննությունը։ Այսօրվա նիստին հարցաքննվեց մեղադրվող կողմի 1 վկա։ Ըստ վկա Լևան Նիժարաձեի տեսագրությունները ցույց են տալիս կոնկրետ մեղադրյալների կողմից կատարված բռնի գործողությունները։ Պաշտպանական կողմի հարցին վկան նշեց, որ օպերատիվ տեղեկանքների հիման վրա գիտի մեղադրյալների ինքնությունը, ինչը ի վերջո հաստատվել է փորձաքննությամբ։
Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի։ Նոր ղեկավար է նշանակվել Իրակլի Փուրցելաձեն, ով նախկինում ղեկավարում էր Ավերսի ֆարմա ընկերությունը։ Առողջապահության նախարարը նրան ներկայացրել է կենտրոնի աշխատակիցներին, ինչպես նշել է Միխեիլ Սարջվելաձեն, Իրակլի Փուրցելաձեն մասնագիտական փորձ ունի եւ դա դրական գազդի առողջապահական համակարգի ամրապնդման գործում։ Ներկայացնելուց հետո Միխեիլ Սարջվելաձեն, Իրակլի Փուրցելաձեն եւ կենտրոնի փոխտնօրենը շրջանցել են հիվանդությունների վերահսկման եւ ազգային առողջության ազգային կենտրոնում։ Արվարձանային Սամգորիում Միխեիլ Գոխակիձեի փողոցի ամբողջական վերանորոգման աշխատանքները կավարտվի այս ամսվա վերջ։ Վերականգնման շրջանակներում ամբողջությամբ փոխվել են ստորգետնյա եւ վերգետնյա ենթակառուցվածքները։ Ընթացիկ աշխատանքները այսօր ստուգվել են Թբիլիսիի քաղաքապետի կողմից։